ուժեղ Հայաստանի միջև։ Նախընտրական շրջանում ընդամենը 2-3 ամիս առաջ այս ուժը եւ դուք ծայրահեղ հակառակ բևեռներում էիք, որևէ հարցի շուրջ չկար որևէ կոնսենսուս։ Եվ ես իրոք, պարոն Կարապետյան, ուզում եմ հարցնեմ, ասեմ, այդ ոնց դարձաք այդքան քաղաքացիական պայմանագիր կուսակցական, ձեր ուժը ոնց դարձավ։ Հիմա պարզվում է, որ թրիփը ձեր համար ճանապարհ է, Ադրբեջանից բենզինի ներկրումը ողջունելի է, թալանը հետ պետք է բերվի։ Հանրապետականների ժամանակ ասում եք կար համակարգային կոռուպցիա, այո, կային քաղբանտարկյալներ հանրապետականների ժամանակ, այո, այս վերջի 10 օրվա բաներն եմ ասում։ Անգամ բռնել եք Եվրամիության ճանապարհը, հասկանում եք։ Դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պարոն Կարապետյան, իրականում ո՞րն է մեր ուժերի տարբերությունը։ Որովհետև քաղաքացիներն ասում են, մի հարցի շուրջ ենք տեսել տարբեր խոսույթ։ Ձեզ համար կաթողիկոս Գարեգին Բ է, մեզ համար Կտրիչ Ներսիսյան։ Չկա այլ հակադրություն այս օրերին քաղաքացիների աչքերով։ Բայց սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ իրականում 10 օր առաջվա դրությամբ ոչինչ չի փոխվել իրականության մեջ։ Սամվել Կարապետյանը թրիփի հետ կապված հայտարարում էր, որ արդեն բանակցված, ստորագրված փաստաթղթերը ինքը փոխելու է, բառացի է ասել, պարոն Կարապետյան։ Դուք հայտարարում եք, որ արդեն իրագործվող ծրագրի բերելու եք երաշխավորներ, չեք վստահում Միացյալ Նահանգներին, բերելու եք Իրանին, Ռուսաստանի Դաշնությանը, Չինաստանին երաշխավորներ։ Սա նշանակում է թրիփի չեղարկում ախր։ Ախր ուղիղ բառերով դուք չեք կարող ասել ողջունում ենք թրիփը եւ ամեն ինչ անելու ենք, որ իրագործի, բայց իրականում ցանկանալով դա չեղարկել։ Դուք չեք կարող ասել ողջունում ենք ապաշրջափակումը, շատ լավ է, բայց գալ ասել, որ դուք օրինակ այդ դրա այսպես արտահայտության ձև ասեմ, հա, օրինակ բենզինի ներկրում, առևտուր, հա, տարանցիկ որպես երկիր ապաշրջափակում եւ այլն, այդ դրվագները գաք ասեք, որ դուք միանալու եք օրինակ ադրբեջանական բենզինի բոյկոտողներին։ Չի կարող տենց բան լինել։ Դա նշանակում է դուք չեք ողջունում այդ ապաշրջափակումը եւ չեք ուզում, որ դառնա կոմունիկացիոն այդ հաբի վերածվի Հայաստանի Հանրապետությունը։ Կամ որ ասում եք թալանը կողմենք, որ հետ բերվի։ Ախր այդ թալանը, այստեղ նստած հանրապետականները, օրինակ Սերժ Սարգսյանին ասել եք, որ ինքը թալան չի է, այդ թալանը պետք է հետ, ուզում եք թալանը հետ բերվի։ Գնացեք, ասեք, հարգելի գործընկերներ, բերեք, հետվեք այդ թալանը եւ հաշտություն կնքեք պետության հետ։ Չեք անում, չէ, ուղղակի հայտարարում եք, այսինքն դուք կողմ չեք թալանը հետ բերելուն։ Կամ ասել, որ հանրապետականների ժամանակ վատ էր, կար համակարգային կոռուպցիա, կային քաղբանտարկյալներ, բայց ասել, որ դուք հպարտորեն կրում եք ձեր հոր ժառանգությունը, ձեր հոր ժամանակաշրջանի ամեն ինչը։ Ձեր թիմակիցներ ասում, դուք չեք զատվում ձեր հորից։ Ձեզ թիմը նոր ուժ չէ, դուք չեք զատվում։ Դուք ձեր քաղաքական հայրերից, որոշ դեպքերում ուղիղ հայրերից չեք սահմանազատվում իրականության մեջ։ Օրինակ Լևոն Քոչյանը ինքը կրում է պատասխանատվությունը, ինքը արդարացնում է իր հորը, ես բան չեմ կարող ասեմ, այդ մարդը գայս արդարացնում է, դուք համ մեղին եք խփում, համ նալին եք խփում, համ ասում եք վատ է, համ էլ ասում եք ես կրում եմ այդ պատասխանատվությունը, չէ, այդպես չի լինում, դուք նոր ուժ չեք, տիկնակ եւ պարոնայք, դուք հայտարարում եք, որ ընդունում եք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց տարածքային ամբողջականությունը ուղղակի բառերով չեն ընդունում։ Այս օրերին մենք ասում ենք, ասեք, որքան է քառակուսի կիլոմետրով մեր տարածքային ամբողջականությունը, դուք չեք ասում։ Այդպես հնարավոր չէ։ Կամ Ղարաբաղի հետ կապված, նախընտրական շրջանում մարդկանց հույզերի հետ ամբողջությամբ խաղալով, գալ այսօր ասել, որ Ղարաբաղի հարցը բանակցային խորք էր, որը մենք կորցրեցինք։ Ասել եք ղարաբաղցիներին, որ ընդհանրապես բանակցային խորք էր Ղարաբաղի հարցը։ Տիկին Վարդանյանն էլ է մի անգամ իդեպ ասել, հեչ լավ արձագանք չի ստացել քաղաքացիների կողմից այդ արտահայտությունը։ Կամ որ ասում եք մենք Եվրոպա ենք գնում։ Ինչի կարեք Եվրոպայում մասնակցեիք ընտրություններին այս համատարած ընտրակաշառքներով։ Կարայիք։ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 209 ընտրական հանցագործություններով քրեական վարույթ։ Ձերբակալվել է 282 անձ, հետապնդվում է 296 մարդ,
Այս անձանցից 207-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ մտել է դատարան։ Կամ խոսում եք, որ այդ ձայնագրությունները մոնտաժված են, կեղծ են։ Պարոն Վարդևանյան, դուք էլ եք ասում։ Ես էլ կարամ ասեմ մոնտաժված է, ես էլ կարամ կեղծ եմ բառն էլ է ինչ է։ Գիտեք, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, ոնց պետք է իրավական առումով ասել, որ դա կեղծված է։ Ոչ թե այստեղ որ լավ հնչի եւ ծափ տան մարդիկ, ասեն, հա մի բան կա։ Այլ պետք է հակակոռուպցիոն կոմիտեին դիմեն, ասեն փորձաքննություն նշանակի, այդ ձայնագրությունները կեղծ են։ Իսկ գիտեք, քանի դեպք կա հակակոռուպցիոն կոմիտե դիմաց, 0 դեպք։ 0 դեպք կա, մարդիկ չեն վիճարկում։ Գիտեք ինչի, որովհետև այդ մարդիկ գնացել են, մեծ մասը տվել է խոստովանական ցուցմունք, ասել է ես վերագրվող արարքը ընդունում եմ։ Եվ սկսել է մի քիչ այլ կերպ որոշ դեպքերում մեկնաբանել իր ձայնագրությունը։ Չեն ասել, կամ հասկանում եք խելահեղության բան է, էլի վարկած ասա, ասել որ մարդիկ, այս հարյուրավոր մարդիկ, որ ես կարդացի, ինչ որ մեկը Մարտունից, ինչ որ մեկը Սիսյանից, ինչ որ մեկը Տաշիրից, իրանց աշխատավարձը դրել են, վրայից էլ վարկ են վերցրել, ձեր մեջքի ետևում, սրիկայաբար, գնացել են փող են բաժանել, որ դուք ընտրվեք։ Սենց չի լինում, չէ։ Իսկ այդ մարդիկ ասում են, մենք մեզ վերագրվող արարքը ընդունում ենք։ Մի գցեք այդ մարդկանց։ Իրականում, սիրելի հայրենակիցներ, 10 օր առաջվա դրությամբ որևէ բան չի փոխվել։ Պարզապես այս մարդկանց փիարշիկներն են փոխվել։ Նրանք հասկանում են, որ մեր թեզերը, մեր օրակարգերը ունեն հանրային մեծ ընկալում եւ դրա ապացույցը վերջին ընտրություններում մեր հաղթանակն է։ Եվ հիմա այդ թեզերը վերցնել, կրկնել նույնությամբ, ոնց մենք ենք ասում, նոր սկզբում կրկնում էի։ Դա ոչինչ չի կարող փոխել։ Ձեր փիարշիկները մի քիչ պետք է, ասում եմ, քաղաքական չեն։ Երևի էլի ինչ որ տեղերից բերված մարդիկ են, որոնք չեն զգում մեր քաղաքացիներին։ Հիմա, պարոն Խանդանյան, ձեր գործունեության մասին ես պատիվ եմ ունեցել լինելու ձեր հանձնաժողովի պատգամավոր եւ ես հիացած եմ ձեր գործունեությամբ, ես տեսել եմ ձեր նվիրումը, ձեր գործին եւ այստեղ ասել, որ թե ինչքան է գնահատում պարոն Խանդանյանի գործունեությունը, ասեք քանի դրամի օգուտ է տվել, ես հասկանում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ չափվում է փողով, դրամով, քանի դրամ է, ինչքան միլիոն է, միգուցե ռուբլով, չգիտեմ, բայց ես չեմ կարող էլի գումարի չափ ասեմ, դուք ասեք, դուք որքան եք գնահատում խաղաղությունը, փող ասեք, գումար ասեք, գրեմ, գումարեմ իրար, որքան եք գնահատում այն մոր հանգիստ խղճով քունը, ում որդին ծառայել է այս վերջին տարիներին բանակում ու հանգիստ է քնել այդ մայրը, ասեք գումարեմ ժողովրդավարություն, այլ արժեքներ, որոնք գումարով ես չեմ կարող ասել, դուք ասեք ես գումարեմ, բաժանեմ մեր թիմակիցների քանակին, պարոն Խանդանյանին էլ մի քանի բալ ավելով, վերագրեմ ասեմ ինչքան արժի, ամեն ինչ փողով չի չափվում, այդ փողը թարգեք, հեչ ընկալելի չի ժողովրդի կողմից, բայց կուզեի մի քիչ ցեղասպանությունից էլ խոսել, բայց քանի որ այս ուժին չէր վերաբերվում այսօր ելույթս, թող մնա հաջորդի